Ծաղկազարդի հաջորդ օրվանից սկսվում է ավագ շաբաթը, որը ավարտվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Ավագ շաբաթվա բոլոր օրերը կոչվում են ավագ, եւ շաբաթվա յուրաքանչյուր օրը ունի իր առանձին խորհուրդը։ Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին, դա խորհրդանշում է հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասվող պատուհասը։ Ավագ երեքշաբթի օրվա ամբողջ խորհուրդը ամփոփվում է 10 կույսերի առակում։ Այսօրը եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի առակը, իբրև հորդոր առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին։ Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է Հուդայի մատնությունը, ինչպես նաև մեղավոր կնոջ ապաշխարությունը, որը անուշահոտ յուղով օծեց Հիսուսի ոտքերը։ Ավագ հինգշաբթի խորհրդավոր ընթրիքի հիշատակն է, որի ժամանակ Տերը հաստատեց հաղորդության խորհուրդը։ Այսօրը եկեղեցում պատարագ է մատուցվում եւ կատարվում ոտընլվայի արարողությունը։ Ավագ ուրբաթ օրը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության եւ թաղման հիշատակն է։ Կեսօրին կատարվում է խաչելության, իսկ երեկոյան թաղման կարգը թափորով։ Շաբաթ օրը Զատկի նախատոնակն է, երեկոյան մատուցվում է ճրագալույցի սուրբ պատարագ եւ բոլորը ցնծությամբ ողջունում են միմյանց ասելով. Քրիստոս հարյավ իմեռելոց։